Զանազան տորթեր, հալվաներ, ֆրուչելլա, չրեր, աղցաններ, տաք ուտեստներ, փլավներ և այլ խմորեղեններ կարող եք գտնել իմ ալիքում դիտելով իմ փլեյլիստը։ Այնտեղ ունեմ բազմազան տեսականի, ինչ այստեղ գովազդում եմ, դա իմ պատրաստածն է, համեցեք սիրելիներս։ Ողջույն սիրելիներս, այսօր որոշել եմ ձեր հետ կիսվեմ, թե ինչպես եմ ձկան գլխից ապուր պատրաստում, այսպես ասած ձկան ուխա։ Մի քանի անգամ երբ ձուկ եմ եփել, ձկան գլուխները կտրել եմ ու պահել եմ, այս անգամ էլ ավելացնում եմ այս չորրորդը և ուզում եմ եփել ուխա ու ձեր հետ կիսվել։ Միգուցե դուք էլ ցանկություն ունենաք նման ձևով պատրաստել։ Դե քանի որ ձուկը շատ մեծ է լինում, ինչպես սա, նույնը և անցած այդ 3 գլուխները, որ կտրել եմ, բավականին մեծ ձկներ են եղել և այս ձկները եփելուց միսը շուտ է եփում, բայց գլուխը հնարավոր է մի քիչ հում մնա։ Դրա համար որոշեցի ձկան գլուխներն առանցին եփել։ Բնականաբար ասվում է, որ ձուկը եփում են 30-ից 40 րոպե, այստեղ ձկան գլուխները պետք է եփել 40-ից 50 րոպե։ Լավ մաքրած է, լվացած է, քացախատ ջրի մեջ է դրած, հանել եմ։ Հիմա եռման ջուր եմ լցնում վրան, լցնում եմ կարմիր ու սև պղպեղ, գազար, գլուխսող, կարտոֆիլ, դափնու տերև և թարխուն։ Մի քիչ էլ կարագ եմ դնում ու թողնում եմ, որ եռա։ Եռալուց հետո ժամանակը պահելու եմ 40 րոպե և թողնեմ եփվի։ Ահա տեսեք 40 րոպե հետո ինչ ախորժալի տեսք ունի, հիմա մատուցեմ, տեսեք։ Շատ լավ եփված է, հում մաս չկա, մի անգամ ինձ հետ պատահել էր, մեծ ձկան գլուխը կտրել էի և եփել էի սովորական հենց իր ձկան հետ ու գլխի ներսը հում էր մնացել, այսինքն ջերմաստիճանը չէր հերիքել, ժամանակը չէր հերիքել։ Դրա համար որոշել եմ այս գլուխները առանցին հենց այս տարբերակով եփեմ։ Իմ կարծիքով բոլորի տանն էլ կա մեկը, ով հատուկ սիրում է ձկան գլուխը։ Եվ ինչքան էլ որ ձուկը կտրենք մասերի, բաժանենք մասերի, տան անդամներին հերիքի, միևնույն է գլուխը մեկից ավել մարդ չի կարող ուտել։ Դրա համար առանցին եփեցի ու կիսվեցի ձեր հետ իմ եփելու տարբերակով։ Շնորհակալ եմ, որ դիտեցիք։